Բարի օր սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուսի եթերում Ադրբեջանը քաղաքագրության թշնամի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Եվ մենք այսօրվա մեր թողարկումը սկսելու ենք լուսահոգի ու շարժանագետ Սամվել Կարապետյանի մարգարեական հետևյալ խոսքերը, որ երջանիկ են այն ազգերը, բայց չեն գիտակցում, որոնք չունեն քաղաքագրությունները կործանող հարևանների։ Միանգամայն իրավացի էր մեր հայրենակիցը տալով նման ձևակերպում եւ բնական է նկատի ունենալով մեր տարածաշրջանի մեր հարևաններին, ասպես ասած, որոնք որ հանդիսանում են քաղաքակրթություններ կործանող եւ քաղաքակրթությունից դուրս կազմավորումներ։ Ցանկանում ենք անդրադառնալ այն մշակութային ցեղասպանությանը, որը տեղի ունեցել Արևմտյան Հայաստանում եւ մինչ օրս շարունակվում է Արևմտյան Հայաստանից մինչ Արցախ այդ շարունակականության գիծը տանելով։ Ինչպես հայերի տեղահանումները, կոտորածները, այդ ցեղասպանական գործողություններն էին հստակորեն կազմակերպված տարբեր հրագրեր, արխիվային փաստաթղթեր այդ մասին ապացուցում էին, այնպես էլ հայկական պատմաճարտարապետական հուշարձանների մշակութային արժեքների յուրացման եւ ոչնչացման այդ քաղաքականությունը եւս հանդիսանում էր հայոց ցեղասպանության անբաժանելի մաս։ Բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ եւ ցեղասպանության տարիներին եւ դրան հաջորդող տարիներին դարձան թուրքական այդ քաղաքականության զոհը։ Հարյուրավոր եկեղեցիներ ոչնչացվեցին։ Կողոպտվեց այդ եկեղեցիներում պահպանող մշակութային եզակի արժեքներ կայացնող ձեռագիր մատյաններ, հուշագրեր։ Եվ այս ամենը արվում էր համակարգված տարբերակով։ Հետագա ժամանակահատվածում կողոպուտներին զուգահեռ այդ եկեղեցիները ու հուշարձանները պայթեցնում էին, օգտագործելով տարբեր տեսակի զինատեսակներ, այն ինչ այդ ժամանակահատվածում գոյություն ուներ։ Եվ բացի այդ եկեղեցիները, վանական համալիրները օգտագործում էին նաև ռազմական նպատակներով եւս։ Բազմաթիվ եկեղեցիներ մեր հայրենակիցներին հրկիզեցին։ Բազմաթիվ եկեղեցիներում տեղակայեցին այդ ցեղասպանական գործողությունների իրականացնող ստորաբաժանումները, ինչը հուշարձանի իսկության խեղաթյուրման գործառույթի փոփոխման քաղաքականությունն է, ընդ որում այս նույն քաղաքականությունը Ադրբեջանը իրականացնում է մինչ օրս որոշ բնակավայրերում գտնող մեր եկեղեցիներ օգտագործելով ռազմական նպատակներով, ինչպիսին օրինակ Կատարոյի վանքն է դիզափայտի 90-ականներին եղել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Շուշին, որտեղից Ստեփանակերտը եւ հարակից բնակավայրերը թիրախավորում էին։ Եվ այդ ամենին զուգահեռ սկսեցին նաեւ ոչնչացնել այդ եկեղեցիների վրա հայկական գրությունները, հայկական հետքերը։ Եվ այս ամենը համատարած բնույթ էր կրում։ Եվ ինչպես հայոց ցեղասպանությունը արժանի իրավաքաղաքական գնահատական չստացավ եւ ստեղծվեց անպատժելիության մթնոլորտ, այնպես էլ նրա բաղադրիչ հանդիսացող մշակութային այդ ցեղասպանությունը եւս չդատապարտվեց եւ հենք հանդիսացավ հետագա ժամանակներում իրականացող այդ մշակութային ցեղասպանության համար եւս ինչի վառապացույցը Նախիջևանի մշակութային ժառանգության գրեթե հիմնովին ոչնչացումն է, հետագայում նաեւ այս քաղաքականությունը տեղափոխվեց Արցախ։ Եթե Արևմտյան Հայաստանում մշակութային ցեղասպանություն շրջանակներում յուրացվում էին
հուշարձանների ինքնությունը, տարբեր տեխնիկական միջոցներով, այդ թվում նաև շինարարական տեխնիկայի միջոցներով ոչնչացնում էին պատմաճարտարապետական հուշարձանները, ապա այդ մեթոդաբանությանից զատ Արցախում Ադրբեջանը նաև ամբողջական բնակավայրեր է ոչնչացնում։ Մեկ կարևոր առանձնահատկություն էլ կա Արևմտյան Հայաստանի բազմաթիվ եկեղեցիների վաճառքի հետ կապված վերջերս տարաբնույթ տեղեկատվություններ են հայտվում, ինչի հետ կապված դեռ Ադրբեջանը նման մեթոդաբանություն չի կիրառում, միգուցե ընթացքում նաև այդ մեթոդաբանությունը կկիրառի։ Սակայն երբ որ մենք ուսումնասիրում ենք այդ ոչնչացման մեթոդաբանությունը, տարբեր զինտեխնիկաների կիրառումը, տարբեր գործիքների կիրառումը, գանձագողությունը, եկեղեցիների պայթեցումը, շինարարական նպատակներով եկեղեցիների տարածքի ոչնչացումը կամ հուշարձանների տարածքի ոչնչացումը, ընդ որում որոնք փաստագրվել են նաև ժամանակին Արևմտյան Հայաստանում ճանապարհորդած կամ գործունեություն ծավալած օտարերկրյա միսիոներների եւ տարբեր այլ անհատների կողմից եւս խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք նույն ձեռագրի հետ Արևմտյան Հայաստանից սկսած Նախիջևան, Արցախ, Սիրիայի տարածքում այն, ինչի մենք ականատես ենք լինում եւ Մերձավոր Արևելքում ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացվող այդ պայթեցումները ու ոչնչացումները համամարտկային արժեք ներկայացնող պատմաճարտարապետական հուշարձանների հետ կապված ցույց է տալիս եւ խոսում է այն մասին, որ Թուրքիան այնուհետև նրա ռազմական ինտերվենցիայի շնորհիվ աշխարհի քաղաքական քարտազին հայտնված Ադրբեջան այդ արհեստացին կազմավորումը ոչ միայն մշակութային ցեղասպանություն իրականացնող երկրներ են, այլ մշակութային ցեղասպանություն արտահանող երկրներ են։ Հաշվի առնելով եւ օգտվելով այս հանգամանքից, այս առիթից ուզում եմ ստակորեն արձանագրել եւ կոչ անել միջազգային կազմակերպություններին, առաջնային մանդատ ունեցող կազմակերպություններին չբավարարվել միայն արարողակարգային հայտարարություններով եւ բանաձևերով։ Արևմտյան Հայաստանից սկսած Արցախով, Նախիջևանով ավարտած ոչնչացվող համամարտկային մշակութային արժեքների դեմը չառնելը, մշակութային ցեղասպանություն շարունակական շղթայի չկանգնեցնելու պարագայում աշխարհի տարբեր երկրամասերում այդ համանման գործողությունները ցեղասպանական ավելի մեծ թափ են ստանալու եւ մինչ օրս արձանագրվող բոլոր դեպքերը խոսում են դրա մասին եւ ցույցուն ապացույցն են, որ անպատժելիությունը նոր հանցանքների համար պարարտող է հանդիսանում եւ ոչ միայն առանձին անհատներ պետք է պատժվեն, ովքեր որ այդ մշակութային ցեղասպանությունը շարունակում են իրականացնել Արևմտյան Հայաստանում մինչ օրս Նախիջևանում, Արցախում, այլ նաև այդ ցեղասպանությունը իրականացնող եւ համակարգող երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունները որպես ռազմական հանցագործներ։ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համապատասխան հոդվածներում հստակորեն կան ձևակերպումներ մշակութային արժեքների ոչնչացումը դիտարկող որպես ռազմական հանցագործություն։ Եվ մի շատ կարևոր հանգամանք, որ չնայած այդ քրեական դատարանի ստատուտում ընդունել է ավելի վաղ, քան տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության ընթացքում ոչնչացված այդ հարյուրավոր պատմաճարտարապետական հուշարձանները, մի կարևոր հանգամանք կա, որ թույլ է տալիս այդ ստատուտի կետերը նաև կիրառելի դարձնել հայոց ցեղասպանության հետ կապված 1960 թվականին ընդունվել է հատուկ կոնվենցիա ռազմական հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին։ Սա խոսում է այն մասին, որ եթե ցեղասպանությունը դիտարկում ենք որպես
ռազմական հանցագործություն, ինչը տարբեր փորձագետների վկայություններում կա եւ դրա բաղադրիչ մշակութային ցեղասպանությունը եւս ինչը Հռոմի ստատուտում արձանագրված է, ապա այս հանգամանքները եւս մենք պետք է ուշադրության կենտրոնում դարձնենք եւ մի շատ կարևոր հանգամանք է այս ամենի մասին խոսելը եւ պաշտպանելը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ այդ արժեքները միայն հայ ժողովրդին չեն պատկանում եւ ոչնչացնելով այդ արժեքները անկախ նրա կառուցման ժամանակահատվածից անկախ նրանից դրանք գտնվում են Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում, Արցախում, թե այլ բնակավայրերում դրանք պետք է պաշտպանվեն եւ դրանց ոչնչացման դեմ պետք է կանխարգելեն գործողություններ կատարեն նաեւ առաջնային մանդատ ունեցող այլ միջազգային կազմակերպություններ եւս այն որ այդ անպատժելիությունը նոր հանցանքների համար պարարթող է հանդիսանում վկայությունը նաեւ վերջերս տարածված տեղեկատվությունը երբ որ հստակորեն երևաց որ Սյունիքի մարզի ներքին Հանդ գյուղի տարածքում գտնող հայանական պատերազմի հուշարձանը, որը ադրբեջանական զինված ուժերի զինվածների թափանցման հետևանքով այդ հատվածը անցել է իրենց դիտարկման ու վերահսկողության տակ ոչնչացվել է։ Սա խոսում է այն մասին, որ անկախ նրանից թե Թուրքիայը բռնազավթում են Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Արցախը, թե Հայաստանի Հանրապետության ցանկացած բնակավարի թեկուզ փոքր հատված իրենց առաջին նպատակը ոչնչացնելն է այդ տարածաշրջանում գտնվող հայկականությունը ապացուցող հաղթանակի հիշողությունը ապացուցող եւ հանդիսացող հուշարձանները։ Սիրելի հայրենակիցներ, այսքանը մինչ հանդիպում մեր հաղորդաշարի շրջանակներում։